Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Աքաբ թագավորն իր պալատում այն կողմ էր քայլում, ևս մեկ անգամ նա մոտեցավ պատուհանին, հենվեց և զմայլվեց իր այգիով։ Ես պետք է գնեմ այդ այգին, այն ճիշտ իմ պալատի դիմաց է, ես կարող եմ հիանալի պարտեզ ունենալ այնտեղ։ Նա գնաց այգու տիրոջ մոտ։ Նաբովթ, քո այգին ինձ վաճառիր։ Անհնար է, այս հողակտորը իմ պապերից եկած ժառանգությունն է։ Ես իրավունք չունեմ իմ ժառանգությունը վաճառելու, դա Աստծո պատվերն է։ Աքաբը սիրտը կոտրված և վիրավորված հեռացավ, տուն գնաց։ Առանց որևէ բան ուտելու անկողին մտավ։ Երբ չես ստանում այն, ինչ ցանկանում ես, դու էլ ես վիրավորվում։ Նա երեխայի պես իր երեսը թեքեց դեպի պատը։ Ինչ է պատահել։ Երբ Հեզաբելը, նրա կինը, իմացավ, թե ինչն է անհանգստացնում նրան, ասաց. Վեր կաց և ժպտա, ես կզբաղվեմ այդ հարցով, որ ունենաս այն, ինչ ցանկանում ես։ Թագուհին քաղաքի ազնվականներին արքայի անունից նամակներ գրեց և նրա մատանիով կնքեց։ Քաղաքի ազնվականները կարդացին նամակները, ըստ դրա պետք է ժողովի հրավիրեին Նաբովթին և նրան մեղադրեին, ասելով, որ նա հայհոյել է Աստծուն ու արքային և պետք է մեռնի։ Եվ ազնվականներն իրականացրին այն, ինչ գրված էր նամակներում։ Որքան սարսափելի է, չէ՞, թե ինչպես փոքր սխալը կարող է մեծանալ և այդքան վատ ավարտ ունենալ։ Տեսնել, ցանկանալ, նախանձել, հպարտանալ, վիրավորել, ստել, սպանել։ Նաբովթի մահվան լուրն արագ տարածվեց։ Աքաբ արքան գնաց և այգին իրեն վերցրեց։ Նա անում էր բաներ առանց հաշվի առնելու, թե ինչ է մտածում Աստված։ Շուտով Եղիան կանգնեց նրա առջև։ Աքաբը ուրվականի պես ճերմակեց. Գտա՞ր ինձ, ով իմ թշնամի։ Այո, գտա քեզ։ Դու քեզ վաճառեցիր մեղքին և թույլ տվեցիր, որ այն աճի քո սրտում։ Աստված ատում է մեղքը և քեզ ու քո ընտանիքը պիտի ոչնչացնի։ Արքան այդ խոսքերի մասին երկար մտածեց։ Նա զղջում էր իր արածի համար, և Աստված, տեսնելով նրա սիրտը, ողորմեց նրան։ Երբ մենք խոստովանում ենք մեր մեղքերը Տեր Հիսուսին, նա հավատարիմ է և մեր մեղքերը նույնպես ներում է։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOCRIC@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։